ձայն ավելի փափուկ գնա, դրա համար կորացրեցինք այդ ֆորմաները, ամեն անգամ ասում եմ արա, բայց դե մի բան կարանք մտածենք, որ այդ ինչը սկզբից վարելենք, էդ էլ անենք։ Լավ, անցնենք հաջորդ զոնային, ինձ թվում է Դիանայի զոնային հասնենք, որտեվ տրամաբանորեն էլ Նարեի մասի հետ կապված է, ես շատ չխորանամ հետաքրքիր մասերը ես չասեմ, բայց ինձ թվում է դուք իրար հետ շատ եք աշխատել այդ մասերի վրա, որտեվ խոսքով առաստաղներով, բանով իրար հետ կապված են, հենց որ անցնենք Դիանային, քո զոնաները որը կեները։ Ես նախագծել եմ աուդիտորիումի մասը ու Նարիի meeting room-ից տեսան է բացվում դեպի աուդիտորիում։ Սկզբից նախագծման ընթացքում շատ բարդ էր, քանի որ մենք տեղ ունեինք շատ լուրջ ակուստիկայի խնդիր, քանի որ երկու կողմերից ապակե պատ է ու այդ ապակե պատման արդյունքում այդ ակուստիկայի խնդիրը շատ մեծ էր, քանի որ տեղ դինամիկները պետք է լինեն, բան ավելի խնդիրները շատ էին։ Դրա համար մենք փորձել ենք այդ ակուստիկայի խնդիրները լուծենք առաստաղի միջոցով ու լուծենք նաև հատակի նյութի միջոցով ու կողքերը տեղադրել ենք երկշերտ շերտավարակույրներ ու ամեն կողմից երկշերտ ու չհաշված որ տեղ կա նաև բացի այդ երկշերտ վարակույրներից մենք ոնց որ մի հատ էլ տեղ ունենք պատշգամբներ, այդ պատշգամբի հատվածում էլ է մի շերտ պատշգամբի հակառակողմ որ մեր հիմնական ֆասադի ապակին է հիմնական ֆասադի կողմն էլ է տեղադրած, տեղ ստացվում է 6 շերտ շերտավարակույրներ ու դրա արդյունքում այդ միջոցով խուսափենք արձագանքից ու նաև ինքը նաև դիզայնի առումով շատ հետաքրքիր լուծումն է ելի դրան, որովհետև այդ երբ որ օրինակ ցերեկային ժամերին օգտագործի ու պետք չի լինի այդ մութ էֆեկտը ստանալ, ինքը իր խառը բացվածքներով էլի շատ հետաքրքիր լուծում է տալիս, բայց հիմնական ակցենտը քանի որ պատեր տնդ շատ չունեինք, եղել է մեր առաստաղը ու սկզբի փուլում ոնց որ շատ դժվար էր Ալուչիշ մենք ուզում ենք նես բան անենք, որ սենց շատ տարբերվի, բայց ինչ անենք, ուզում ենք հայլի ֆուտուրիստիկ էլի, չգիտեմ, ինչ որ տարբերվող ֆորմաններ լինեին, բայց այդ ֆորմաները ոնց առաջանային, ոնց որ չէինք հասկանում։ Դրա համար էլի էտեայի միջոցով այդ ժամանակ փորձեցինք, բայց մի տեսակ գաղափարը պրինցիպի մնաց, բայց փոփոխվեց եկավ տարածքից, չէ՞, ոնց եկավ տարածքից։ Եկավ տարածքից, եկավ նայից, որ մենք ուղղակի ամեն ինչ մի հատ վերցրեցինք մենակ առաստաղի պարագծային ֆորման ու մնացածը հայտ ենք արել ու փորձել ենք այդ պարագծային այդ գծերի շարունակականությունը պահել, այսինքն մեկը մյուսին զուգահեռ են գծերը, անկյունագծերով, ստացանք ինչ որ գծերի հատումներ ու այդ հատումների միջոցով ստացվեց այս ակուստիկ մի հատ ֆորմա, վերև ներքևներ անող, չէ՞, որ արձագանք ու դրանից հետո իրան փափկացնելու համար, իսկ կոր ֆորմաներ ստան, որպեսզի ձայնը ավելի փափուկ գնա, դրա համար կորացրեցինք այդ ֆորմաները ու ոնց որ ստացանք այն ինչ որ ուզում էինք, բայց որ նայում էինք այդ ֆորմաներին, մտածում էինք, որ այս ինչ որ անհնար բան է, ուղղակի ինչ որ համակարգչային ոնց ասեմ, պատահականության արդյունք է, ու այդ ոնց որ պետքա մնա համակարգչի վրա, դրա համար մենք ուղղակի այդ ժամանակ նկարեցինք, գցեցինք սոցցանցեր։ Այն մտքով որ չենք էլ անելու։ Չենք էլ անելու, ուղղակի շատ սիրում մի հատ բան է հետաքրքիր ու գցեցինք, բայց պատվիրատուի կողմից արձագանք ստացանք լավ, դրա համար ոնց որ սենց սրտներս մնաց այդ ֆորմաների վրա։ Հետո ճիշտ է փորձեցինք ինչ որ ուրիշ ֆորմա, ինչ որ կրկնվող մոդուլներ անենք, որպեսզի այդ հավաքի հետ էլ կարողանանք մի ձև համադրենք։ Հետո շինարարությունը որ հեշտ լինի իրականացնել, չէ՞։ Բայց ամեն դեպքում ոնց որ մեկը ամեն անգամ ասում է արա, բայց դե մի բան կարանք մտածենք, որ այդ ինչը սկզբից վարելենք, էդ էլ անենք։ Դրա համար հետո նստեցինք ես Արամը Գեբորը ընդհանուր թիմի մասը անդամներով է խոսում ենք բան է, չէ՞, որ այդ քննարկում ենք ոնց կարանք անենք, չենք կարա, կարանք չենք կարա ու տենց F3-ը սեղմ ենք թափանցիկ ենք սարքում, ֆորմա ենք սարքում թափանցիկ կամ ու ամբողջական ու այդ թափանցիկության արդյունքում էլ մենք հենց տեսանք թափանցիկությունը, չէ՞։ Այդ գծերի շարունակականությունը, որ տեսանք, մենք ասացինք, որ կարա այս գծերը հաստատենք ու ստանանք լույսեր։ Ու այդ առումով էլ ոնց որ ավելի բարձրացրեցինք։ Էլ ավելի բարձրացրեցինք։ Մի բան քիչ էր, երկրորդն էլ ավելացրեցինք։ Հետո այդ տարբերակը ցույց տվեցինք պատվիրատուին, ինքն էլ հավանեց ու ասաց, որ պետքա քննարկենք նաև ինժեներական թիմի հետ։ Հա, այսինքն օդափոխությունը, բանը էլեկտրականությունը, այսինքն լույսերը ոնց պետք է հնարավոր է այդ լույսերը մեր ուզածով անել, թե չէ։
իհարկե տարբերակներ մենք առաջարկում ենք, բայց ոնց որ Դե ոնց որ քանի որ մենք տեխնիկապես չենք տիրապետում, ոնց որ իրաց համար դրա համար հետո հավաքի առումով լիքը խնդիրներ հանդիպեցինք, դրա համար հետո որոշեցինք, որ մի քիչ իրան ոնց որ օֆսեթ անենք ընդհանուր պարագծից ու այդ կողքերով ստանանք այդ հավաքի հովացումը ու ջեռուցումը նաև։ Ու ընդհանուր մենք նաև հատտակին օգտագործել ենք փայտ ու նաև այդ փայտն էլ որպես ակուստիկ Համակուստիկա համար պրինցիպի բանա չէ, ինքը ակցենտ է դառնում գունային, երբ որ առաստաղը լրիվ անջատած է լույսերը։ Ընդհանուր մեր տարածքը սպիտակ է, մեր հիմնական ակցենտը այդ լույսերն են ու հատակի նյութը։ Բայց որ լույսերը միանում են արդեն ու տարբեր գույներով, այդ ժամանակ արդեն ակցենտը ամբողջ գնում է։ Հա, ակցենտ, քանի որ ավելի մեծ մակերեսով է, դրա համար տենց է ստացվում։ Ու նաև դե արդեն այդ փափուկ աթոռներով այդ ակուստիկայի խնդիրը ահագին լուծվում էր ու նաև մենք վերևի հատվածում ունեինք մի հատ հարթ տարածք, որ այդ տարածքը չկորցնելու նպատակով մենք նաև այդ հատվածում էլ դրեցինք ավելի մեծ աթոռներ, բազկաթոռի փափուկ նստատեղել մեծ, որպեսզի հյուրերը բացօթյա վիպը, որպեսզի հյուրերը կարողան այդտեղ էլ նստել։ Բայց այդ ոնց որ արդեն պատվիրատուի ցանկությունն է, չէ՞, մենք չենք նախատեսել, բայց ընդհանուր առմամբ այդ տարածքը ոնց որ մտածում, հա, լավ լուծում ստացա։ Այդքան է աուդիտորիայի մասին։ Մոքեզալելի կանետառնա։